Այսօր ամբողջ մեր հանրապետությունը իր հետանկախության 30 տարիների ընթացքում չկարողացավ բարձրագույն արժեքներ դավանել ու բարձրագույն արժեքների գնալ եւ իր արժեքը եղավ ընդամենը ընչաքաղցությունը, այդ ինչքը հարստությունը կուտակելը թե մեկ անհատի առումով, թե ընդհանրապես այդ մրցավազքի մեջ ինքնասպառվելու առումով։ Եվ այսպես այդ ագահությունը մեզ բերեց հասցրեց այնտեղ, որ մենք Արցախը կորցրեցինք եւ այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը վտանգված։ Սա այդ դրսևորումներից մեկն է։ Բայց հիմա տեսեք, այդ նույն տգիտությունը եւ մեկը այլ արդեն ժամանակակից վերջի մի քանի տարիներում սկսեց դրսևորվել համատարած ստի, կեղծիքի ու խաբեության ձևով։ Սա էլ է տգիտության մի ձև, որտեղ դոմինանտ նորից արժեքը, նորից կենսակերպը, հասարակական վարքագիծը, ընդհանրապես մեր առօրյան ծնվում, ձևավորում, զարգանում է ստի, կեղծիքի վրա, այսինքն որքան շատ սուտ, որքան շատ խաբեություն, որքան շատ մոլորություն, դա մեր ընդհանուր, այսպես ասած, ընդհանուր կենսակերպն է, հունն է։